Ամերիա բանկը որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում։ Այս մասին կարդում ենք Ամերիա բանկի Facebook-յան էջում։ Գրառման մեջ նշվում է նաև, որ այսպիսով բանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում, խմբի շուկայական արժեքի մեծության շնորհիվ։ Ինչ է սա նշանակում Հայաստանի Հանրապետության և ֆինանսաբանկային ոլորտի համար։ Այն, որ Ամերիա բանկն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 խոշորագույն ընկերությունների ցանկում, դա նախ եւ առաջ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, բայց նաև ամբողջ տարածաշրջանի, հաշվի առնելով, որ այդ իրադարձությունը տեղի ունեցել Bank of Georgia-ի հետ միասին, որպես Lion Finance Group-ի անդամ, եւ սա շատ կարեւոր է հատկապես ժամանակակից պայմաններում, երբ որ տեսնում ենք աշխարհում ինչպիսի մշտական եւ հաճախակի ցնցումներ են տեղի ունենում եւ հետեւաբար ակնհայտ է, որ համաշխարհային կապիտալը նոր ուղղություններ է փնտրում, վերաբաշխում է իրականացվում եւ հարկավոր է, որպեսզի մեր տարածաշրջանից համապատասխան ազդակներ ստանան բիզնեսի հնարավորությունների տեսանկյունից։ Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն էլ ընդգծում է, 100 խոշորագույն ընկերությունների ցանկում Lion Finance-ի ընդգրկվելը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային բիզնես հարթակներում, իսկ զարգացող շուկաների համար, ինչպիսին Հայաստանն է, սա կարևոր ազդակ է։ Ամերիա բանկը ձեռք է բերում աննախադեպ նոր հնարավորություններ ոչ թանկ ռեսուրսների ձեռքբերման եւ ոչ թե առանձին դոնորներից, ասենք Եվրոպական զարգացման բանկ եւ այլն, այլ ուղղակի շուկայից։ Սա մեկ։ Երկրորդը շատ կարեւոր է եւ սա ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից է, երբ բանկը դառնում է ճանաչելի աշխարհում, որովհետեւ London Stock Exchange-ը դա առաջատար բորսայական հարթակներից մեկն է աշխարհի, ինչ որ առումով եվրոպական հարթակում համար մեկը, ընդգրկվել 100 խոշորագույն գնանշված, ուրեմն գրանցված London Stock Exchange-ում ընկերությունների ցանկում, սա բավականին մեծ նվաճում է, շատ հաճելի եւ շատ անսպասելի։ Հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար սա նոր նշաձող է, մասնագետները փաստում են, որ այն իր հետ բերում է փոփոխություն ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար։ Մենք երբեմն մոռանում ենք, թե այս փոքր տնտեսության մեջ որքան կարևոր ենք միմյանց համար եւ յուրաքանչյուր կազմակերպության նույնիսկ փոքր հաջողություն էական ազդեցություն է ունենում մեկ այլ ընկերության վարկանիշի եւ հեղինակության վրա եւ հետեւաբար մենք բացի ներքին մրցակցությունից, ինչը եւս շատ կարեւոր է, նույնիսկ նույն ոլորտում պետք է կենտրոնանանք այս մեր երկրի տնտեսության ընդհանուր վարկանիշը բարձրացնելու գործի վրա եւ շատ կարեւոր են նմանատիպ հաջողությունները, ձեռքբերումները ու այս առիթով ես ուզում եմ հատկապես շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել Ամերիա բանկին բոլորիս համար կարևորագույն այս ձեռքբերման համար։ Եթե մինչ օրս Հայաստանը անհայտ սուբյեկտ էր, անհայտ երկիր էր աշխարհում, ֆինանսական հարթակներում, ես նկատի ունեմ, ոչ մշակութային, ապա Հայաստանը դառնում է հայտնի գոնե մեկ մասնակցի շնորհիվ։ Հետևաբար այս երևույթի նշանակությունը ես նույնիսկ շատ ավելի լայն կդիտարկեի, ոչ միայն Ամերիա բանկի հաջողություն, այլ նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի աննախադեպ հաջողություն։ Իրադարձության կարևորությանը անդրադարձել էր նաև Հայաստանի կենտրոնական բանկը, ըստ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի, այս ձեռքբերումը Հայաստանը դնում է միջազգային քարտեզին։ Երբ որ խոշոր միջազգային ներդրողը ուզում է ինչ-որ մի երկիր մտնի, իր համար ամենակարևորը հասկանալ, թե ինչ որակի խաղացողներ ունի այդ երկիրը, եւ ֆինանսական համակարգը սովորաբար այցեքարտն է։ Այդ տեսանկյունից այս քայլը շատ դժվար է թերագնահատել իր կարևորությամբ, քանի որ փաստացի միջազգային ներդրողը երբ որ գալիս է Հայաստանի Հանրապետություն, տեսնում է, որ մեր բանկերից մեկը ըստ էության արդեն գլոբալ խաղացող է, իսկ ֆինանսական համակարգում դա առաջնային նշանակություն ունի։ Դա նաև չի սահմանափակում միայն ֆինանսական համակարգի վրա, ճիշտ է դա նաև ընդհանուր իրական հատվածի վրա։ FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական եւ այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն, Rolls-Royce Holding-ը, AstraZeneca-ն, Coca-Cola-ն, Unilever-ը։